Մեր Տեր Հիսուս Քրիստոս խաչի վրայից ասաց իր վերջին 7 խոսքերը։ Ինչ են դրանք նշանակում։ Հայր ների նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Այստեղ Քրիստոս ցույց տվեց իր անսահման սերն ու ողորմությունը, քանի որ ներում հայցեց անգամ իրենց ծառողների, չարչարողների եւ տանջամա անողների համար, ողբալով իրենց հոգեվոր կուրությունն ու ողորմելի վիճակը։ Այս հայցումից ներում գտան շատերը, ինչպես օրինակ Քրիստոսին խաչող զինվորներից մեկը, ով գեղարտով խոցելուց հետո խոստովանեց, թե սա իրապես Աստծո որդին էր։ Սա նաեւ մեզ օրինակ է ծառայում, որպեսզի մենք եւս աղոթենք եւ ներում հայցենք մեր թշնամիների համար։ Այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Քրիստոս այս խոսքերը ասաց իր աջակողմյան ավազակին, ով վերջին պահին գիտակցելով իր մեղավոր վիճակը, Քրիստոսից ողորմություն խնդրեց։ Սա մեզ սովորեցնում է, որ անգամ ամենավերջին մեղավորը, եթե գիտակցի եւ զղջա իր մեղքերի համար, խոստովանի եւ ապաշխարի, կարող է մտնել երկնքի առկայություն, որովհետեւ Քրիստոս եկել է մեղավորներին ապաշխարության կանչելու եւ բժշկելու։ Քրիստոս խաչի վրայից նայելով իր մորը, ասաց. «Ով կին, ահա քո որդին»։ Այնուհետև նայելով իր սիրելի աշակերտ Հովհաննեսին, ասաց. «Ահա քո մայրը»։ Բնականաբար այս խոսքերը չեն վերաբերվում միայն Հովհաննես առաքյալին։ Սուրբ Մարիամ Աստվածածինը եկեղեցու եւ մեր բոլոր քրիստոնյաների հոգեվոր մայրն է։ Մեր Տերը խաչի վրայից մեզ բոլորիս հանձնեց տիրամոր մայրական խնամքին։ Մեր Տերը նաև խաչի վրայից աղաղակեց, թե ծառավ եմ։ Չնայած որ ամեն ինչ ստեղծել էր հենց ինքը եւ ամեն ինչ պատկանում էր նրան, ջրի փոխարեն տվեցին լեղի։ Բայց խոսքը պետք չէ հասկանալ միայն մարմնավոր ջրի ծառավի մասին։ Մեր Տերը այստեղ աղաղակում էր, թե մեր բոլորի հոգիները փրկելու ծառավն է։ Աստված իմ, ինչու ինձ լքեցիր։ Բնականաբար Սուրբ Երրորդությունը անբաժանելի է եւ հայրը որդուն երբեք չի լքում, կամ էլ հակառակը։ Մեր Տերը այստեղ կատարում է 21-րդ Սաղմոսի մարգարեությունը, որտեղ գրված էին այս խոսքերը եւ իր չարչարանքների մասին։ Քրիստոս սա աղաղակում է որպես երկրորդ Ադամ, ամբողջ մարդկության անունից, մեր փոխարեն մարմնով չարչարանքները կրելով։ Եթե հայրը լքեր որդուն, Քրիստոս հաջորդիվ չէր կարող ասել, թե հայր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին, ցույց տալով, որ ամբողջ մարդկությանն է հանձնում Աստծուն, եւ վերջում կատարելով ամբողջ մարգարեությունները եւ ավարտելով իր չարչարանքները, մեր Տերը աղաղակում է, թե կատարված է եւ ավանդում է իր հոգին։